Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք 100-ամյա նշանակություն ունեն, եթե ոչ 1000-ամյա։ Եվրոպական բարձր ամբիոնից վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը խոսել է խաղաղության մասին, նշել, որ Վաշինգտոնի հռչակագրում լուծում է ստացել տարածաշրջանի կապուղիների բացման հարցը։ Վարչապետն ընթերցել է այդ մասով առանձնացված կետերը, ապա հայտարարել. Թրիփն իրականացման փուլում է։ Առաջիկայում Հայաստանն ու Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագրիրն ու նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին, Փաշինյանն ասել է, որ ցավ է ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Ինչ վերաբերում է թրիփին, ապա Հայաստանը նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի։ Վարչապետը նաև շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Վարչապետը խոսել է նաև հոգևորականների մասին, որոնք Քրիստոսի խորանն օգտագործում են հակամարտություն, պատերազմ կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խաղաղության վերաբերյալ քննադատություններին, հիշեցրել, որ վերջերս հայ գերիներ են վերադարձել։ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր։ Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։ Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով անցնելով Վրաստանի միջով գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա կրկնում եմ, առաջին անգամ 1991 թվականից։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, որովհետեւ սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի թրիփ նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին, եւ ինչպես տեսակ վերոնշյալ մեջբերումներից որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հիմա ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Այս մեր առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, եւ ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկը անում ենք, որովհետև ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախճեվանի ինքնավար հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախճեվանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջև։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի եւ Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։ Խաղաղության դեմ տարվող այս process-ում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները եւ նրանց հետ փոխկապակցված որոշ լոբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ
Եվրոպական խորհրդարանում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարկության բոլոր կանոնները, այդպիսով իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, իդեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելարուսամետ օլիգարխների եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու։ Մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղարվեն հակաքրիստոնեական նպատակների համար։ Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Բայց խնդրում եմ ասեք, իսկ որտեղ է խաղաղությունը կատարյալ, որտեղ կա կատարյալ խաղաղություն եւ որտեղ է եղել ու երբ։ Եվ ընդհակառակը խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում, եւ մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերի, ներառյալ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդիրներին։ Վերջերս Ադրբեջանը մեր եւս 4 հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով, բայց կառավարությունը շատ արագ վերադարձավ լուր դիվանագիտական աշխատանքը շարունակելուն, հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ լուր դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր 4 հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես։ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որին հաջորդել է համատեղ հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, ուրախությամբ արձանագրել է, որ կա նաև տնտեսական զարգացման մեծ օրակարգ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ու նշել, որ Մեցոլային սպասում է մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ռոբերտա Մեցոլան էլ ասել է, որ Եվրոպան Հայաստանին տեսնում է որպես ընկեր ու բարեկամ եւ ողջունում այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել։ Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում գործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին։ Մեցոլան վստահություն է հայտնել, որ խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանի Եվրամիությանն ավելի մոտ բերելու հարցում։ Ինչ փուլում է Եվրամիություն Հայաստանի ինտեգրման գործընթացը հաշվի առնելով տարածաշրջանի վիճակը եւ արդյոք եվրոպական որևէ գործընկերոջ հետ քննարկվում է անվտանգության ոլորտում աջակցություն ավելացնելու հեռանկարը տարածաշրջանում։ Հարցին վարչապետն է պատասխանել։ Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ։ Մենք նաև արդեն նշեցի, որ Եվրամիության քաղաքական ներողություն խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միությունից եւ մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում եւ վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։ Ես ձեր հարցին ի պատասխան մի այսպիսի նրբություն եմ ուզում նշել, որի մասին վերջերս շատ խոսում եմ նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ընդհանրապես գիտեք, անվտանգություն ասելով շատ հաճախ հասկանում են
զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք շատ երկար 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ եւ հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ, հետեւյալն է, որ Հայաստանում շատ խոսվում է անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը եւ փոխշահավետությունը, որովհետեւ իհարկե մենք շատ լայնորեն արդեն ասացի, վերջերս մենք նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շատ երկրների հետ, որ նախկինում երբեք չենք ունեցել, բայց այնուամենայնիվ հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է եւ յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական եւ դիվանագիտական եւ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա։ Ներսում էլ Հայաստանի ես այս մասին խոսելիս ասում եմ, բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է, երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած առաջնային գործիքները խաղաղության հանկարծ չաշխատեն։ Խաղաղությունը, համագործակցությունը, փոխգործակցությունը եւ այդպես շարունակ։ Մինչև այդ վարչապետը Փարիզում մասնակցել է միջուկային էներգիայի գագաթնաժողովին, նախորդին կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության եւ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորելով խաղաղության եւ կայունության համապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության հետագա զարգացման հեռանկարներին, ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման եւ համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարեւորությունը։ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոն։ Փարիզում կայացած հանդիպմանը նրանք գոհունակությամբ նշել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների գործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը, ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման եւ ոլորտում հետագա գործակցության պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Մերձավոր Արևելքում զարգացումներն ու ստեղծված վիճակի հանգուցալուծման հնարավորությունները արտգործնախարարը քննարկել է Լեհաստանի արտգործնախարարի հետ։ Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե երկկողմ ձևաչափով, թե Եվրամիության հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին եւ միջոցառումներին։ Աշխատանքային այցով Չիլիում նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը։ Արարողակարգային միջոցառման շրջանակում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նախագահ Գաբրիել Բորիչի հետ, նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավորի, Ուրուգվայի նախագահի եւ այլ գործընկերների հետ։ Զրույցների ընթացքում անդրադառնալով տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումներին, Վահագն Խաչատուրյանն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան մասնակցելու ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին։ Նախագահը հատուկ շեշտադրել է գլոբալ մարտահրավերների դիմակայման գործում միջազգային հանրության ջանքերի մեկտեղման կարևորությունը։
Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Չիլիի նախագահի հետ։ Խոսե Անտոնիո Կաստն ասել է, որ վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել, սակայն իրենք պահպանում են ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերությունները գործընկերների հետ և հետաքրքրված են նաև Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնություններով։ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ գործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր վիճակին և զարգացումներին։ Նախագահը մանրամասներ է հայտնել ընթացիկ գործընթացների վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության նոր ոլորտների բացահայտման և առաջնահերթ ուղղությունների ճշգրտման շուրջ։ Վահագն Խաչատուրյանը Չիլիի նախագահին հրավիրել է Հայաստան։ Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի դիրք չի կառուցվել, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն է հայտարարել։ Արամ Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել։ Վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100,000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը, որտեղ դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացրած սահմանագիծը, որը չունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, ինչի մասին արդեն նշեցի, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ինչպես նաև շրջանառվում են մտահոգություններ, չնայած տարակուսելի է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատվել է խաղաղություն, հնչում են մտահոգություններ այն մասին, որ նշված դիրքը կարող է, այսպես ասած, վտանգ ներկայացնել Սոտքի հանքավայրի եւ Կուտ բնակավայրի եւ հարակից տարածքների վրա։ Նախ նշենք, որ նշված դիրքից Սոտքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կիլոմետր է, իսկ դեպի Կուտ բնակավայր ընկած հեռավորությունը 6.4 կիլոմետր։ Ավելին, Կուտ բնակավայրի եւ նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ արկա է լեռ կատարը 3008.5 մետր բարձրությամբ։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք հետևել բացառապես մասնագիտական մոտեցումներով հագեցած պաշտոնական տեղեկատվությանը եւ տուրք չտալ այն ապատեղեկատվությանը, որը հիմնված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների եւ ոչ պրոֆեսիոնալ տեսակետների վրա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Իսկ նախորդային պաշտպանության նախարարը մասնակցել է կանանց գումարտակի շենք շինության բացման արարողությանը։ Այս մասին Facebook էջում գրել է Սուրեն Պապիկյանը, կից նաև տեսանյութ հրապարակել։ Պարոն նախարար, կանանց գումարտակի նոր զորանոցի բացման արարողությանը պատրաստ ենք։ Մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք շինության բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ նորամուտի կապակցությամբ հարկ նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե, կեցե, կեցե։
հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։ Նախարար Պապիկյանը շրջայց է կատարել Զորամասի տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար ստեղծված կենցաղ կացարանային պայմաններին։ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։ Բալաջարի կայարանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան է ուղևորվել հացահատիկ տեղափոխող 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։ Այս մասին հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բեռի ընդհանուր քաշը 1023 տոննա է։ Գնացքը Բոյուկ Քյասիկ կայարանով կշարժվի դեպի Վրաստան, ապա Հայաստան։ Ընտրական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ին ընտրությունների մասով ազգային ժողովին վերաբերող փոփոխությունների համաձայն կուսակցությունների անցողիկ շեմն իջել է, հասնելով 4%-ի, դաշինքների շեմը բարձրացել 7-ից 8%-ի եւ 10%-ի։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է հայտարարել։ Վահագն Հովակիմյանն ասել է, որ մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքներն 8% շեմի ներքո են, իսկ 3 եւ ավելի կուսակցությունից բաղկացած դաշինքները 10% անցողիկ շեմ պիտի հաղթահարեն։ Մյուս փոփոխությունն այն է, որ կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Ընտրություններում 3-ից ավելի քաղաքական ուժից բաղկացած կոալիցիաների ձևավորման արգելքն էլ հանվել է։ Նոր կարգավորումների համաձայն առաջին 9-օրյա ժամկետով դաշին կազմելու իրավունք տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին միջազգային տերմինաբանությամբ ընդունված ասել փոքրամասնության կառավարություն կամ փոքրամասնության կոալիցիա ձևավորելու։ Դրա վառ օրինակներ Գյումրին եւ ազգային ժողովի ընտրությունների պարագայում այս կարգը եւս կգործի, ասել է Հովակիմյանը։ Ուժի մեջ է մտել նաեւ լրացուցիչ մանդատների ինստիտուտը, նախկինում այն 54% էր, հիմա կլինի 52։ Պատասխանելով լրագրողների հարցին, հանձնաժողովի նախագահն ասել է, որ ընտրական հանձնաժողովը քաղաքական ուժ չգրանցելու հարց չի քննարկում։ Դա արվում է միայն մի դեպքում, եթե թղթերում խնդիր կա։ Չգրանցելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ որ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպեսին չի քննարկում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել, այսինքն քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն, այսինքն թերի են ներկայացված փաստաթղթերը, քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը, այսինքն տրվել է 48 ժամ եւ չի լրացրել փաստաթղթերը, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության եւ 2/3 ձայներով մերժվել կուսակցության գրանցումը։ Բայց եթե կուսակցություն բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի, այսպես ասենք, առանց քվեարկության գրանցում, այսինքն եթե չկա առարկություն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անդամ չունի առարկություն, ուղղակի կուսակցությունը մեխանիկորեն համարում է գրանցված։ Տեսեք, արհեստական խոչընդոտ չի կարող ունել, հարգելինս, կոնկրետ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես, եթե ցանկը թերի է, նախապես նիստով 48 ժամ է տրամադրելու, այսինքն դուք բոլորդ այդ նիստին ներկա եք լինելու, եթե կցանկանաք, եւ տեսնելու եք, թե ինչ փաստաթղթեր է պակասում, եւ քաղաքական ուժը պիտի չլրացնի այդ փաստաթղթերը, այսինքն ինքը այդ թերությունը չվերացնի։
Հարգելիներս, կրկնում եմ խոսքը, տեսեք, հիմա խոսում ենք այս բանին խոսում ենք գրանցման մասին։ Խնդրում եմ, որպեսզի տարանջատենք։ Գրանցումը ես բացատրում եմ, գրանցումը, եթե կուսակցությունը անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, չի կարող չգրանցվել։ Բայց եթե կուսակցությունը կներկայացնի թերի փաստաթղթեր, հարգելիներս, եւ հետո իրեն կտրվի 48 ժամ, այսինքն նիստով, հրապարակային դուք էլ կիմանաք, որ այս կուսակցության այս փաստաթղթերը, ասենք օրինակ գրավի անդորագիրը չի ներկայացրել, գրավ չի մտել, անդորագիրը չի ներկայացրել։ Չէ, այդ դեպքում արդեն նոր այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել առարկություն, այսինքն անդամների որևէ անդամի կողմից այդ առարկությունը, որ տվյալ քաղաքական ուժի գրանցումը մերժելու վերաբերյալ։ Ես եթե սպասեք, հիմի գալիս եմ երկրորդ, այսինքն հարցի մյուս, այսինքն քաղաքական ուժը գրանցվում է եւ գրանցումը ուժը կորցած ճանաչել։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը քաղաքական ուժի գրանցումը ինքը չի կարող ուժը կորցած ճանաչել։ Մեր օրենսդրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, այսպես ենք, տոտալ, այսպես ենք, ու սա համար պարտադիր պայմանը, որպեսզի քաղաքական ուժը հետևողական ընտրական օրենսգիրքը ոտնահարի։ Երբ որ նման իրավիճակ, եթե կլինի, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում, որ մենք մեր պատմության ընթացքում ունեցել, եթե կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի դատարան դիմել։ Այսինքն այստեղ գրանցման ուժը կորցնողը կրկին այս դեպքում էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, դատարանն է։ Կրկնեցի։ Հարգելի տեսեք, եթե հիմքը ընտրական օրենսգիրքով հստակ սահմանված ու դա, այսպես ենք, 1-2 խախտման մասին չի սա ու ավելին, դա խոսքը չի, որ օրինակ որևէ տեխնացուի կողմից է, դա ասենք օրինակ որևէ տեխնացու է այդ խախտումը թույլ տվել, դա ինքը քաղաքական ուժը հետևողական պիտի ոտնահարի ընտրական օրենսգիրքի պահանջները։ Մասկատ Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ևս 32 քաղաքացի, այս մասին տեղեկացնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ բնակության երկիր վերադառնալու նպատակով, նշված է հաղորդագրությունում։ Այժմ Իրանի շուրջ զարգացումների և աշխարհում կատարվող այլ իրադարձությունների մասին տեսաշարով։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտնել է, որ հրեական պետությունը ԱՄՆ-ին չի դրդել Իրանի դեմ ռազմական գործողության։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների մեջ մտնելը եղել է ԱՄՆ նախագահի որոշումը։ Իսրայելի նախագահը չի փորձել կանխատեսել Իրանի դեմ ռազմական գործողությունների ավարտի հնարավոր ժամկետները։ Իսահակ Հերցոգը Գազայի հատվածում հակամարտությունը կապել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հայտարարել էր, որ ամերիկյան ղեկավարությունը Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումն ընդունել է ոչ Իսրայելի ճնշման ներքո։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցցանցում հերքել է այն պնդումները, թե Թեհրանը ծրագրել էր առաջինը հարվածել ԱՄՆ-ին, դրանք անվանելով ոչ հավաստի։ Սուտը պնդումը, թե Իրանը ծրագրել էր հարվածել ԱՄՆ-ին կամ ամերիկյան զինված ուժերին, գրել է Արաղչին։ Նա ընդգծել է, որ նման մեղադրանքներն օգտագործվում են բացառապես Իրանի դեմ ամերիկյան և իսրայելական գործողությունները արդարացնելու համար։ Ավելի վաղ Մասուդ Փեզեշքյանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում հայտնել է, որ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում իրանական տարածքի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հաղորդում են Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի ծառայությունից։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման, ինչպես նաև Ռուսաստանից Իրանի ժողովրդին Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության մատակարարման գործում ցուցաբերված աջակցության համար։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Մասնավորապես կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու հարցում։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտնել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սկսած պատերազմը խախտում են միջազգային իրավունքը։ Մելոնին խոսել է լայն միջազգային ճգնաժամի մասին, որտեղ սպառնալիքները դառնում են ավելի ու ավելի սարսափելի, իսկ միջազգային իրավունքի սահմաններից դուրս միակողմանի միջամտությունները բազմապատկվում են։ Նրա խոսքով ամերիկյան եւ իսրայելական միջամտությունը իրանական ռեժիմի դեմ պետք է ընկալվի որպես այդ ավելի լայն ճգնաժամի մի մաս։ Նա հայտարարել է նաև, որ միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, որ այաթոլաների ռեժիմի տիրապետության տակ միջուկային զենք լինի։ Մելոնին հայտնել է նաև, որ Իտալիան չի պատրաստվում ներքաշվել պատերազմի մեջ։ Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր տուժել է 140 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Պարնելը։ Պարնելի խոսքով այս վնասվածքների ճնշող մեծամասնությունը եղել է թեթև, եւ 108 զինծառայող արդեն վերադարձել է ծառայության։ Նա հավելել է, որ 8 զինծառայող դեռևս հաշվառված են որպես ծանր վիրավոր եւ ստանում են բարձրագույն մակարդակի բժշկական օգնություն։ Ամերիկյան զինված ուժերը 16 իրանական ականադիր նավ են ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ ականների տեղադրման դեպքում Իրանի համար ռազմական հետևանքները աննախադեպ կլինեն։ Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսի հետ, համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը եւ կենտրոնականը նավթի տարանցման համար։ Նավթի եւ գազի համաշխարհային մատակարարումների մոտավորապես 1/5-ն անցնում է Հորմուզի նեղուցով։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 11-ի առավոտյան մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հատվածում բնակելի շինության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Հարձակումն իրականացվել է առանց նախազգուշացման։ Հայտնի չէ, թե ում է փորձել թիրախավորել իսրայելական կողմը։ Իսրայելական զինուժի հարվածը երկրորդն էր կենտրոնական Բեյրութում վերջին մոտ 1 շաբաթվա ընթացքում։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով երկրում զոհերի թիվը գերազանցել է 400-ը, իսկ 780,000 մարդ գրանցվել է որպես տեղահանված։ Նրանցից 120,000-ը բնակվում է ապաստարաններում։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք ներքին գործերի նախարարի գլխավորությամբ տեղի ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025-ին նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը, առանձին անդրադարձ է կատարել հանցավորության դեմ պայքարին, փաստելով, որ 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով։ Շեշտադրվել է հանցավոր վարքագծի նպաստող քրեական ենթամշակույթի դեմ հանրային միասնական մեժողական վերաբերմունքի ձևավորման կարևորությունը։ Նիստի ընթացքում քննարկվել են նախարարության համակարգի ծառայողների հաղորդակցության կարողությունների լավարկման, մասնագիտական վերապատրաստումների, կոնկրետ հանցագործությունների, ընտանեկան բռնության դեմ պայքարի, հանրային իրազեկման միջոցառումների վերաբերյալ հարցեր։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Գրիլ AM ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Պարզվել է, խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները։ Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ սննդի կառույցը համապատասխանեցնել նորմերին։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։ Թուրքիայի առաջատար Turkish Airlines ավիաընկերությունն այսօրվանից կանոնավոր չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Այս մասին 2025-ի վերջին նաև հայտնել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քալեչը։ Թռիչքները կլինեն շաբաթական 7 անգամ, իսկ հունիսի 15-ից սկսած 14 անգամ։ Turkish Airline-ի պաշտոնական կայքում հրապարակված են նաև ավիատոմսերի արժեքները։ Երկկողմանի տոմսերի գները սկսվում են 139 եվրոից, իսկ բիզնես 10 տոմսերի արժեքը 551 եվրոից է սկսվում։
Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալ են փորձել գողանալ, տղամարդը ձերբակալվել է, մանրամասները տեսանյութում։ Փետրվարի 27-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։ Տեղեկությունն իրացվեց Սյունիքի քրեական ոստիկանների եւ գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը ժամը 21:14-ին տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ վաղը սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էլ շարունակում է բարձրանալ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյանները անց վերլուծությունը, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։